Ֆուտբոլասեր բարեկամներ խաղային օրը շարունակում ենք ու մոտեցավ օրվա ավարտը, որտեղ կդիտենք շաբաթվա վերջին հանդիպումը երկրորդ դիվիզիոնի 9-րդ տուրի շրջանակներում խաղադաշտ են դուրս եկել միմյանց դեմ մրցելու համար Բարսելոնան եւ Միլանը, երկու թիմեր, ովքեր գտնվում են ստաբիլ մարզավիճակում ու տեսնենք այսօր արդեն թիմերը ինչ կառաջարկեն մեզ։ Եկեք հիմա ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ, սկսենք Բարսայից դարպասը պաշտպանում է Արտուր Պողոսյանը, համար 1 Ռասմիկ Սարիբեկյան, համար 6 հիմա անմիջապես Միլանն անցավ գրոհ, իսկ ինչը այստեղ կարողանում եմ ամեն դեպքում դուրս գալ պաշտպանությունից Բարսելոնան եւ Հովանեսյանը ձախ կետրով արագությունը զարգացնում, շարունակություն տեսնենք Հովանեսյան լավ առաջ խաղացում էր, բայց այսքանով իհարկե սրություն այդ եզից հաղորդել չկարողացավ Հովանեսյանը, ճիշտ է փոխանցեց ամենայն դեպս ու այստեղ արդեն Դուրյանն է միջամտում պայքարի եւ խախտում է խաղի կանոնները Վիգեն Դուրյանը Արագորեն Բարսան խաղարկեց գնդակը, բայց պետք է իհարկե ճիշտ դիրքից խաղարկել, շարունակեմ, ավելի ճիշտ կլինի ասել սկզբից ներկայացնեմ Բարսայի հայտոցակը, Արտուր Պողոսյանը դարպասում է համար 1, Ռազմիկ Սարիբեկյան համար 6, Ռոբերտ Նազարյան համար 7, Դավիթ Ավետիսյան 8, Դավիթ Շահնազարյան 10, Հայկ Ավետիսյան 14, Ռուբեն Սարգսյան 22 եւ Համլետ Հովանեսյան համար 77։ Հիմա անմիջապես ստանդարտի խաղարկում ու այստեղ Նազարյանի փոխանցումը բավական ուժեղ ու բարձր է։ Միլան Հովանես Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վլադիմիր Անդրեասյան համար 2, Յոնուս Ահմատ համար 3, Սամվել Արաքելյան համար 5, Վիգեն Դուրյան համար 6, Արսեն Բաբախանյան համար 7, վտանգավոր գրոհ է հիմա անցել Միլանը, Բաբախանյան ու օրիզոնական դարպասաձողն է հիմա փրկում արդեն Բարսային, այս արդեն վտանգավոր է, շարունակում է գրոհել Միլանը Հաչիեսրով ու տեսնենք այս շարունակությունը ինչի կհաղորդեն, ինչ կտա Միլանի ֆուտբոլիստերին, բայց արդեն ոչինչ Ստիպա Սահակյանը հետ ուղարկեց գնդակը, շարունակ է Միլանի հայտոցակը այն ավարտին հասնելով, իհարկե շատ ակտիվ է մեկնարկել հանդիպում ու Միլանը հենց թույլ չի տալիս, որ անդրադառնանք իր հայտոցակին, Բաբախանյան տեսեք պրեսինգի շնորհիվ Միլանը խլեց գնդակը վտանգավոր է, բայց այստեղ հասցնում է Գնդակը Սարիբեկյանը հեռացնել ու անկյունային հարված հիմա իրականացնի Միլանը Արսեն Բաբախանյանը ներկայացրեցին նա 7 համարով է հանդես գալիս Սարգիս Սիրիցյան համար 10 Լեքսո Սահակյան համար 14 Սեյրան Խալացյան համար 19 եւ Արտաշ Ջուլակյան համար 88 այսպիսի հայտարարություն ունի այս հանդիպման հետ կապված Իտալական ակումբը այո ես նշեցի որ թիմերը շատ ստաբիլ մարզավիճակում են գտնվում եւ հենց այնպես չէ այդ խոսքերը հիմա Ահմադն է հայտվել հարվածը են գոտնում բայց Յոնուս Ահմադի հարվածը բավական բարձր ստացվեց այո կարող էր հիմա գոնե Միլանը բացել այս հանդիպան աշխիվը եթե իհարկե Ահմադը ֆիքսեր այս գնդակը բայց Այս անգամ ժպտաց Բարսային բախտը, իհարկե ինչպես Բաբախանյանի հարվածի դեպքում Իդիցյան լավ գնդակի խլում էր, լավ փոխանցում, Խալացյանով է հարվածելու Ջուլակյանը, բայց հիմա էլ Արտաշ Ջուլակյանի հարվածն է բարձր ստացում, ակտիվ է իսկապես մեկնարկում Միլանը շատ ակտիվ է մեկնարկել այս հանդիպումը, բայց դեռ դարպասի գրամում չունենք իհարկե
դեռ նոր է մեկնարկել հանդիպումը, կարծում եմ դրա ժամանակն էլ կգա, կար այստեղ խաղում Համլետ Հովհաննիսյանի դեմ պայքարում, դա ակնհայտ էր, սուլեց մրցավարը եւ արագորեն Բարսան խաղարկեց գնդակը, բայց այսքանով Յոնուս Ահմադը չեզոքացեց, Ժուլիկյան դեպի Բաբախանյանը փոխանցումը լավն էր, Արսեն Բաբախանյան գեղեցիկ անցում արված ու նորից Սարիբեկյաններով հայտնվեց գնդակի ճանապարհին եւ թույլ չտվեց Բաբախանյանի հարվածը հասնի մինչեւ դարպասը Խալացյան ոչ, այստեղ էլ նորից դարպասածողն է պրգում Բարսային այս անգամ էլ արդեն Սեյրան Խալացյանի կատարած հարվածից հետո այո այսօր Միլանը առանձնակի կորուստ ունի իր թիմի կազմում այս հանդիպանը ներկա չէ թիմի ավագ առաջատարներից մեկը Էրիկ Հունանյանն իհարկե նրա բացակայությունը խաղադաշտումի տեղը զգացնել կտա Միլանի գործողություններում, բայց իհարկե Հունանյանի բացակայության պայմաններում էլ շեշտենք, որ Միլանը շատ ակտիվ է մեկտարկել ու փորձում է իր ավագի բացակայությունը այսպես ասած թաքցնել Միլանը, բայց իհարկե Հունանյանը թիմի կազմում անփոխարիններից մեկն է եւ նրա բացակայությունը իհարկե միշտ իր տեղը զգացնել կտա Միլանի գործողություններում շարունակենք հանդիպումը Խալացյանը ընդունեց գնդակը Շատ լավներ փոխանցումը Բաբախանյան Լեքսոն Սահակյանը դեպի, բայց այստեղ էլ շտապեց Սահակյանի մոտ հարված կատարելը, ճիշտ է ամեն դեպքում շարունակեց մնալ գնդակով Սահակյանը ու Սարիբեկյանը այստեղ միայն կարողացավ հեռացնել գնդակը սեփական տուգանային մատույցներից Ժուլիկյան հետ փոխանցում է կատարում դեպի դարպասապահը Հովհաննես Ղազարյան ու արդեն խորքից Միլանը եւս մեկ գրո է փորձում սկսել Յոնուս Ահմադ դեպի Սահակյանը նորից Ահմադ գլորում է առայժմ Միլանը գնդակը սեփական կիսադաշտում Դուրյան մեկ հպումով կրկին փոխանցեց դեպի Ահմադը Բաբախանյան շատ լավ նկատեց այստեղ Իդիսյանին նորից Բաբախանյան եւս մեկ հարվածի փորձ ու Կրկին Բաբախանյանի հարվածի ճանապարհը փակվեց ու նորից անկյունային է իրականացնելու Միլանը Բարսայի դարպասի ուղղությամբ Բաբախանյան բարձից ու վտանգավորել, բայց այստեղ միայն գնդակը բաժին ասավ հերավոր եզրում կանգնած Խալացյանին ում հարվածը թույլ չտվեցին Բարսայի պաշտպանները, այո, Խալացյանը փորձեց հարվածի փորձ իրականացնել, բայց դա չստացվեց այս դրվագում։ Սարիբեկյան նորից գնդակի կորուստ, իսկ այստեղ չէին սպասում Միլանի հարձակվողները կարծում եմ Լեքսո Սահակյանի կողմից կատարվելիք փոխանցման, այո, տպավորվել է Միլանի հասկացած վերջին հանդիպումը ավելի շրջանակներում, որտեղ Իհարկե դրանից հետո Միլանը 3 խաղային շաբաթ բաց է թողել, պատկերացնում եք ինչի մասին է խոսքը, 3 տեխնիկական հանդիպումներ է անցկացրել, այսպես անվանենք, Միլանը նրա վերջին անցկացած հանդիպումը, երբ Միլանը գտնվել է խաղադաշտում, տեղի է ունեցել ոչ իհարկե անմոռանալի հանդիպում էր, դա իհարկե Արարատի դեմ դիմակայություն մրցավեճ, որտեղ Միլանը կրկնում եմ իսկապես շատ լավ տպավորեց իր գործողություններով, ովքեր դիտել են այդ հանդիպումը իհարկե կփաստեն, ովքեր ոչ ծանոթացնեն Միլան այդ խաղում պարտվում էր 3-1 հաշվով Արարատին ու գտնվում էր խաղադաշտում 1 ֆուտբոլիստ պակաս լինելով, այո այդ խաղում կարմիր քարտ ստացավ Միլանի պաշտպան Վլադիմիր Անդրեասյանը, ով այսօր կա հայտարարություն, բայց իհարկե բնականաբար չի կարող ներկա գտնվել խաղադաշտում ու 3-1 պարտվող Միլանը այդ խաղում իհարկե 1 ֆուտբոլիստ պակաս լինելով խաղադաշտում կարողացավ comeback իրականացնել ու հաղթանակի հասնել 4-3 հաշվով հաղթական գնդակը Արսեն Բաբախանյանի անվան դիմաց գրանցվեց Ջուլիկյանի կատարած փոխանցումից հետո իսկապես շատ լավ Բաբախանյանը մշակեց գնդակը հարմարեցեց ձախ ոտքին ու կրակոտ հարվածով վերջին րոպեի դրությամբ առաջ մղեց Միլանին հաշվի մեջ իհարկե տպավորիչ հաղթանակ տանան ռոսոները այդ խաղում ու այսօր արդեն Բարսայի դեմ դիմակայությունն է եկել, որտեղ Միլանը իհարկե փորձելու է եւս մեկ հաղթանակի հասնել, բայց Բարսան էլ իհարկե այնպես չէ, որ այդ մտքի հետ համաձայն է Բաբախանյան եւս մեկ փորձ ու
Բարձր է ստացվում այս անգամ էլ արդեն Արսեն Բաբախանյանի կատարած արվածը on-line տարբերակով իհարկե դիտարկենք այս պահին Բարսան 8-րդն է 12 միավորով, Միլանը 10 միավորով գտնվում է 11-րդ հորիզոնականում։ Հետաքրքիր է որն է, եթե հաղթում է Միլանը շրջանցում է Բարսային մրցաշարային ախուսակում։ Այսպիսի պատկեր է ստացել ընդհանուր երկրորդ դիվիզիոնի շրջանակներում, դե այս պահին առաջատարը Բենֆիկան է ով ունի իր ակտիվում վաստակած 22 միավոր 10 հանդիպումից հետո հիմա եւս մեկ գրո Միլանից Արսեն Բաբախանյան ու այս անգամ արդեն փրկեց Բարսելոնայի դարպասապա Արթուր Պողոսյան այս անգամ էլ շրջանցեց Բաբախանյանը մրցակցի նոր հարվածեց բայց Պողոսյանը ճիշտ դիրքում էր եւ կարողացավ ոտքով փակել Բաբախանյանի հարվածի ճանապարհը նորից անկյունային է իրականացնում Միլանը Վիգեն Դուրյան ու չնստեց գնդակի հիմա էլ Դուրյանի ոտքին այո երկրորդ դիվիզիոն այս պահին գլխավորում է Բենֆիկան 22 միավորով 10 հանդիպումից հետո նրանք կարող է շրջանցել այս տարբերակով միայն Փարիզը ով 9 հանդիպումից հետո 21 միավոր ունի եւ եթե Փարիզը այդ բաց թողած հանդիպումը ավարտի ակցինակով ապա 24 միավորով կգլխավորի երկրորդ դիվիզիոն այո շրջանցի Բենֆիկային իսկ այս պահին 3-րդ ու 4-րդ հորիզոնականում են գտնվում Այաքսը եւ Պալերմոն 3-րդ է 18 միավորով Այաքսը 17 միավորով են եզրափակում է լավագույն քարյակը իհարկե Միլանն էլ ինչպես նշեցի 11-րդ հորիզոնականում է գտնվում վաստակած 10 միավորով բայց այսօր որն է հետաքրքիր եթե հաղթի Միլանը կհավասարվի մինչև 6-րդ հորիզոնականը տեղ զբաղեցած Ֆլամենգոն ահա այսպեսի մեծ քայլ է կատարում Միլանը Խալացյան գեղեցիկ գործողություններ ու հարվածել տեսանք Խալացյանից, բայց այստեղ փակվեց Խալացյանի հարվածի ճանապարհը եւս մեկ փորձ այս անգամ էլ նորից փակեցին Խալացյանի ճանապարհը ու դարպասապա Պողոսյանը տիրեց գնդակին գլորելով այն դեպի Աչեզր բայց այստեղ կորցրեց գնդակը Դավիթ Շահնազարյանը ու Միլանն է անցել եւս մեկ գրոյի Բաբախանյան կարողացավ այստեղ հեռացնել ամեն դեպքում Վարսան գնդակը Դավիթ Ավետիսյանն էր ով իրականացրեց գնդակի հեռացումը այսպես ասենք բայց Միլանը շատ ակտիվ է այս պահին իհարկե առաջին համարով է հանդես գալիս իտալական ակումբը խաղադաշտում եւ դա ակնհայտ երևում է իհարկե Բարսան կարծում եմ դեռ կրոները կիրականացնի դեռ կունենա իր հնարավորությունները այս պահի դրությամբ լինենք արդարացի ու ասենք Միլանը շատ ակտիվ է այս հանդիպման ընթացքում բայց դեռ հանդիպման հաշվի մեջ չունենք իհարկե փոփոխություն Հովանեսյան մնաց գնդակով Համլետ Հովանեսյանը դեպի աջ գլորեց Նազարյանի ուղղությամբ եւ սա հարվածի փորձ էր բայց Դուրյանը փակեց Նազարյանի հարվածի ճանապարհը ամեն դեպքում եզրային հետումը լինելու է Բարսային եմ Խաղարկեց Բարսան այստեղ գնդակը, բայց նորից կլինի եզրային նետում, այո, Խալացյանից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս, Դուրյան, հեռացման փորձ, բայց այստեղ կդադարեցնի իհարկե մրցավարը հանդիպումը դիպավ գնդակը Շահնազարյանի կրծքին ու հիմա հուսանք որ ամեն ինչ կարգին կլինի Բարսայի ֆուտբոլիստի հետ շատ մոտ տարածությունից հարված ստացավ Շահնազարյանը բայց այո կանգնեց ոտքին նրա այդ ամեն ինչ կարգին է արդեն եւ Շահնազարյանը բնականաբար կմնա խաղադաշտում
Ավետիսյան Դեպի կենտրոն Շահնազարյանի ուղղությամբ, բայց Շահնազարյանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց։ Շայած շարունակում է մնալ գնդակը Բարսայի մոտ, իսկ Շահնազարյանի հեռար հարվածներ ու կարողացավ Միլանի դարպասապահը մեկ հնարավորությունից վերցնել գնդակը Դուրյան շատ լավներ փոխանցումը դեպի Բաբախանյանը, բայց Արսեն Բաբախանյանի կատարած փոխանցումը բաժին չհասավ Խանկերոջը Հովանիսյան ու այստեղ լավ չմշակեց Համլետ Հովանիսյանը գնդակը այլապես իհարկե միայնակ էր մնալու Միլանի դարպասապահի դիմաց Բաբախանյան երկար գնդակի տեղափոխություն դեպի Խալացյանը շատ գեղեցիկ ու կտրող փոխանցում տեսանք գրոյի շարունակությունը տեսնենք Խալացյան պետք է հարվածել այդպես լարեց Խալացյանը, բայց մի փոքր բարձր է ստացվում հիմա Միլանին ֆուտբոլիստի կատարած հարվածը ու Արտուր Պողոսյանը գնդակը պետք է մտցնի խաղի մեջ ուժեղ փոխանցումով գնդակը ուղարկեց առաջ, այստեղ Նազարյանն է պայքարում, բայց Լեքսո Սահակյանն շատ լավ միջամտեց, հետո Սայթակեց Նազարյան, այո, այստեղ խաղի կանոնների խախտման մասին խոսք գնալ չէր կարող, Դուրյանը առաջանում է, Դուրյանը հեռվից է, հարվածի փորձ էր, այո, սա, իսկ այստեղ Նազարյանը լավ գործեց և կհասնի այս գնդակին, իհարկե, Նազարյան և ես իսկ նետեմ Բարսայի ֆուտբոլիստները արդեն, Հովանիսյան, երվից փորձ էր սա, բայց հագեց Հովանիսյանի հարվածի ճանապարհը։ Ամադը հիմա երացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Նազարյանը կնետի եզրից դեպի առաջ և այստեղ իհարկե խախտեց Ավետիսյանը խաղի կանոնները Ահմադի դեմ պայքարում Արագ Միլանը խաղարկում է գնդակը Դուրյան դեպի Իլիցյանը դրագետ վարվեց Իլիցյանը թողնելով գնդակը Բաբախանյանին ու մարվածը նորից է բարձր ստացվում Այո, շատ է Միլանը այսպես մեկ-երկու փոխանցումներով հատում կիսադաշտ ու հայտնվում է Բաբախանյանը գրեթե այսօր իհարկե ողջ հատվածում միայն Բաբախանյանն է եղել ուշադրության կենտրոնում, այս անցած րոպեների մասին է խոսքս, հայտնվել է նա հարվածային գոտում, բայց առայժմ Բաբախանյանի հարվածները նպատակակետին չեն ծառայել, այո, չի գրավել դարպասը Միլանը, չի գրավել դարպասը Բարսան, հանդիպան հաշիվը 0-0 է և իհարկե հուսանք, որ արդեն ժամանակն է եկել դարպասի գրավումներ տեսնելու Վիգեն Դուրյան Եվ այստեղ էլ Դուրյանի փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց Ավետիսյան դեպի կենտրոն Հովանիսյանի ուղղությամբ բայց այստեղ Ջուլիկյանն է շատ վստահ գործում ու շարժվում առաջ Ջուլիկյան դեպի Իլիցյանն էլ հարվածեց ու այստեղ Այո, հենց Իլիցյանի հարվածից հետո գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս, այո, շատ վտանգավոր է Միլանի հարվածները ստացվում, բայց հիշեցնեմ, որ դեռ դարպասի գրավում չունենք, ինչը իհարկե, եթե տեղի ունենա, էլ ավելի կհետաքրքրեն այս հանդիպումը, բնականաբար արդեն երբ ունենանք դարպասի գրավում, ավելի այսպես ասած ֆուտբոլիստները կոգևորվեն ու կինտեգրվեն այս հանդիպանը Հովանիսյան բարձից փոխանցումը կա դեպի Ավետիսյանը իջեցեց Ավետիսյանն էլ գնդակը բայց Դուրյանը թիկունքից խախտեց այո խաղի կանոնները Վիգեն Դուրյանը
Եվ տեսնենք այս ստանդարտ ինչ է վերածելու Բարսան Նազարյանն է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը Նազարյան Սա հարված էր, բայց պատնիվ վրա Անթոնես Նազարյանի փորձը Դուրյան թողնում է գնդակը Ահմադի դեպի Արսեն Բաբախանյան ու ևս մեկ գրով Միլանից Բաբախանյան Յոնուս Ահմադն է միացել նույնիսկ գրոյին նորից Բաբախանյան պետք է հարվածել Բաբախանյան վտանգավոր է ու նորից շեղ է ստացվում Արսեն Բաբախանյանի հարվածը չի նստում գնդակը այսօր Բաբախանյանի ոտքին այո առայժմ չի այսպես ասել ֆիքսել գնդակը Բաբախանյանը իհարկե նրա կատարած որակյալ հարվածներին կարծում եմ ինտերնետը կանկանատես եղել ամենահիշարժանը ևս մեկ անգամ պետք է կրկնեմ Արարատի դեմ հանդիպումը եթե չեք դիտել կարող եք մեր YouTube-յան ալիքի եթերում դիտել ու վայելել Բաբախանյանի վերջին կատարած որոշիչ հարվածը որից հետո Միլանը հաղթեց 4-3 հաշվով այսօր բայց առայժմ իհարկե չեն ստացվում Բաբախանյանի հարվածները Հուսանք, որ եթե ոչ առաջին ապա գոնը երկրորդ խաղակեսում մենք դրա ականատեսը կլինենք Բաբախանյանի մասնակցությամբ հատկապես Սահակյան լավ է պայքարում այստեղ ու ուղարկեց գնդակը դեպի դարպասապահը շատ ճիշտ վարվեց Սահակյանը Յոնուս Ահմադ Գտավ կենտրոնում Ջուլիկյանին միայնակ է Ջուլիկյանը շարժվում է առաջ հակագրոհ սա Ջուլիկյան երևից սպորտ բայց Պողոսյանը տեղում էր ու վերցրեց գնդակը առանց որևէ խնդիրների նետում դեպի Շահան Նազարյանը Խորհրդերեղություն Ավետիսյանն է այստեղ պայքարի մեջ մտել Ջուլիկյանի հետ ու միջև վերջ պայքարեց Ավետիսյանը եւ գնդակի խլումն էլ հաջող էր բայց փոխանցումը այնքան էլ հաջող չստացվեց Ավետիսյանի մոտ Սարիբեկյան դեպի Հովանեսյանը Հերար հարված էր սա ու անկյունային Բարսան վաստակեց Հովանեսյանի հերմից կատարած հարվածից հետո այո դարպասապահը Միլանի Հովանես Ղազարյանը միջամտեց այս իրավիճակին ու հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս Հիմա անկյունայինի խաղարկումը տեսնենք հիմա Հովանեսյանն է գնդակի մոտ, Բարսից փոխանցումը կա, բայց շատ հեռու գնաց Հովանեսյանի կատարած փոխանցում ու հիմա արդեն եզրային նետում իրականացնում Միլանը պետք է ճիշտ տեղից նետել դրա մասին Ակում մրցավարը Դուրյանը նետեց դեպի Յոնուս Ահմադը Ջուլիկյանը կենտրոնում ստանում է գնդակը ու դեպի Արսեն Բաբախանյանը փոխանցում կա Լեքսոս Սահակյանը չանցավ Բաբախանյանի այս փոխանցումը իսկ հետո արդեն Ավետիսյանը խաղթեց խաղի կանոնները վտանգավոր խաղ է այո Բաբախանյանի դեմ ու տեսնենք հիմա ստանդարտ է վաստակել արդեն Միլանը Կա Սուլիչը Արսեն Բաբախանյան սա խաղարկում էր, բայց Իդիցյանի հարվածը շեղությամբ ստացվեց, այո Հովանեսյան դուրս է եկել, այո գնդակը դաշտի սահմաններից դուրս Եզիս կնետի Միլանը, Արսեն Բաբախանյան Բաբախանյան պահեց գնդակը դաշտի սահմաններում, իսկ հիմա արդեն Բարսայի ֆուտբոլիստից այն դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս եզային արագորեն խաղարկեց Միլանը Խալացյան Խալացյան Սոբարցից փոխանցում էր դեպի Բաբախանյանը շատ լավ էր նկատել ազատ գոտում գտնվող խաղանկերոջը Խալացյանը բայց հասցեագել գնդակը Բաբախանյանին այս դրվագում չստացվեց Նազարյան պետք է ևս մեկ անգամ սկսել դարպասից Սարիբեկյան դեպի Հովանեսյանը երկար փոխանցում առաջ այստեղ էլ Ահմադն է վստահ գործում
Սարգսյան նետում եսից, նորից Հովանեսյան։ Բայց Միլանը կարողացավ վերացնել գնդակը, ճիշտ է ոչ շատ հեռու Նազարյանին վերադարձավ գնդակը։ Բարսան ևս մեկ գրոք իրականացնի արդեն աջ եզրով Նազարյանը այստեղ է։ Նազարյանը շարժվում է դեպի առաջ, փոխանցումն էլ կա, բայց շատ դույս ստացվեց այստեղ Նազարյանի փոխանցումը Յոնուս Ահմադ երկար փոխանցում առաջ Սարիբեկյանն հիմա է փակում պաշտպանության կենտրոնը Նազարյան դեպի Ավետիսյանը գլորեց գնդակը դեպի աջ, բայց այստեղ Նազարյանը լավ չկարողացավ ֆիքսել գնդակը հետո էլ արդեն այն դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս, ինչը նշանակում է եսից նետելու է Միլանը Ջուլիկյան գնդակի տեղափոխություն դեպի Արսեն Բաբախանյանը դեպի կենտրոն էլ փորձեց Բաբախանյանը հասցեակել, բայց այստեղ Բարսան շատ հաջող գնդակի խլում իրականացեց ու գրոյի շարունակություն իսկ այստեղ Ահմադը շատ վստահ է գործում, իսկապես Բարսեն Բաբախանյան վերջին գրոններից մեկն է Միլանը իրականացնում, եթե ոչ ամենավերջինը առաջին կեսում, իսկ այստեղ Ահմադն է հայտնվել հարվածային գոտում եւ հարվածը թույլ է ստացում Յոնուս Ահմադի անկյունային ամեն դեպքում իրականացնում Միլանը այս գրոյից հետո Ջուլիկյան թողեց Խալացյանին գնդակը նորից Ջուլիկյան բարձից փոխանցում եւ եւս մեկ անկյունային կտեսնենք տեսնենք այս անկյունային ինչ կտա արդեն Միլանին եւս մեկ փոխանցում վտանգավոր իրավիճակ է Բարսան հեռացնում է գնդակը Թույլ է տալիս առայժմ մրցավարը իհարկե շարունակվի այս գրոհը Դուրյան եւս մեկ փոխանցում Սարիբեկյան այստեղ էլ փորձեց հեռացնել վտանգավոր է Խալացյան հարված ուշեղությամբ է ստացվում Խալացյանի հարվածը եւ վերջ առաջին կեսը հենց այստեղ էլ ավարտվում է առայժմ գոլազուր խաղակես ունեցանք կարճ դադար որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ մեկնարկում է Միլանն ընդդեմ Բարսելոնայի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո այդպես էլ դարպասի գրավում չունեցանք ու հուսանք որ երկրորդ խաղակեսում արդեն թիմերը մեզ այդ գործում կօգնեն իհարկե խոսքս վերաբերվում է դարպասի գրավումներին հիմա անմիջապես գրոյի փորձ բայց այստեղ Բարսան կարողացավ հեռացնել գնդակը չնայած Միլանը վաստակում է հենց անկյունային հարված մեկնարկում Արսեն Բաբախանյան Լավն էր խաղարկում է Իդիցյանի հետ եւս մեկ փոխանցում ու այստեղ արդեն դարպասապա Պողոսյանը առանց խնդիրների կարողացավ վերցնել գնդակը երկար նետում դեպի Աչեզր Սարգսյանը այստեղ է դեպի կենտրոն բայց այստեղ Խալացյանը Համնեց գնդակի ճանապարհին ու այդքանով ավարտվեց Բարսայի փորձը հիմա գնդակով Միլանն է Սարիբեկյան այստեղ լավ է գործում Սարիբեկյանը Համլետ Հովանեսյան բայց այստեղ էլ լավ է պայքարում միջամտում Միլանի ֆուտբոլիստ ու խլում գնդակը ճիշտ է Բաբախանյանի մոտ էլ շարունակություն հաղորդել այս դրվագում ստացվեց հիմա Բարսայի փորձը աջ եզրով Ավետիսյանը հասնում է այս գնդակին կատարում է այս փոխանցում ու շատ վտանգավոր փոխանցում էր անկյունային ամեն դեպքում Բարսան կարողացավ վաստակել այս իրավիճակում Խաղարկումը կամ Սարգսյան թողնում է գնդակը Ավետիսյանին ով փոխանցեց ու Դուրյանը հիմա էլ կանգնեց գնդակի ճանապարհին եւս մեկ շարունակություն Բարսայի գրոհին բայց Ահմադը շատ լավ է այստեղ գործում իսկ հիմա արդեն գնդակը կլինի կրկին Բարսելոնայի ֆուտբոլիստերին այո Միլանը պահել գնդակը դաշտի սահմաններում չկարողացավ Նազարյան դեպի առաջ բայց այստեղ Դուրյանը հեռացրեց գնդակը եւ դա լինենք արդարացի շատ հաջող փոխանցում է դեպի Բաբախանյանը սրող փոխանցումից հետո Նազարյանը վերջին պահին կարողացավ հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս շատ վտանգավոր էր իսկապես այս գրոհը եւ Նազարյանը ամենա ճիշտ պահին լինենք արդարացի հեռացեց գնդակը Հովանեսյան երկար փոխանցում առաջ
Բայց այստեղ չստացվեց։ Հայկ Ավետիսյանի մոտ պայել գնդակը դաշտի սահմաններում Արսեն Բաբախանյան եւ արդեն եզիսն նետելու է Բարսան Ավետիսյան ուղարկեց դեպի Դավիթ Ավետիսյանը լավ արագանում է Ավետիսյանն էլ աչ եզրով ճիշտ է արդեն գնդակը շատ հեռու թողեց ու կորցրեց Դավիթ Ավետիսյանը այս իրավիճակում Յոնուս Ահմադ դեպի ձախ է գլորում Դուրյանին բայց այստեղ Սարգսյանն է հաջող գնդակի խլում իրականացնում եւ շարունակությունը տեսնենք իհարկե Դուրյանը արդեն հասցրեց նահանջել Նազարյան ճիշտ է Միլանը կորցրեց գնդակը բայց արագորեն կարողացավ այն վերականգնել այո Բարսան Միլանի շատ ժամանակ չպահանջվեց Բարսայից գնդակը վերականգնելու համար Հովանեսյան լավ տարածություն է հաղթահարում բայց հարվածը Հովանեսյանի մոտ թույլ է ստացվում Ղալաթյան լավ արգելակում էր Ղալաթյան լավ շարունակություն է փնտրում իհարկե կարողացավ պահել Ղալաթյանը գնդակի իր մոտ հիմա է դեպի աջ ուղարկում գնդակը իսկ հիմա այստեղ Ավետիսյանն է լավ խլում իրականացրել եւ շարժում է առաջ բայց արդեն գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից դուրս ու եզրային նետում է իրականացնելու Միլան այո իսկապես շատ այսպես ասած ջանք գործածեց այս իրավիճակի համար Դավիթ Ավետիսյան ու միայն վերջում չստացվեց պահել գնդակը դաշտի սահմաններում իսկ հիմա արդեն եզիսկ նետի Բարսելոնան Սարգսյան իհարկե մի փոքր հեռու թողեց այստեղ Սարգսյանը գնդակի իրենից Դուրյանն է նետում եզից Արսեն Բաբախանյանի ուղղությամբ նորից Դուրյան գնդակի տեղափոխություն դեպի արձակման կենտրոն բայց այստեղ Իլիցյանին չհասավ գնդակը իհարկե հասկանալի խաղարկում էր եթե կարողանար Իլիցյանը ընդունել գնդակը ապա շատ լավ դիրքում հարված կատարելու հնարավորություն կստանար բայց հիմա եզից է նետում Բարսան Շահնազարյան դեպի ետ ուղարկեց ու փորձում է Բարսան խորքից գրոց սկսել բայց հասավ գնդակ այո այստեղ Ռուբեն Սարգսյանին դեպի Համլետ Հովանեսյանը ձախից դեպի ձախ ուղարկեց Հովանեսյանն գնդակը Ավետիսյան Շահնազարյան կրկին Ավետիսյան այս զույգը խաղարկեց գնդակը իսկ հիմա Իլիցյանն շատ լավ գործում ու պետք էր ազատվել արագորեն գնդակից այո Բաբախանյանը թե Ղալաթյանը արդեն սպասում էին խաղանքեր Իլիցյանից փոխանցում բայց նա չկատարեց այս դրվագում այդ փոխանցումը ճիշտ է հիմա կրունկով գեղեցիկ փոխանցում է Իլիցյանը փորձում ստանալ Բաբախանյանից բայց ուժեղ ստացվեց Արսեն Բաբախանյանի կատարած այս փոխանցում ու հարված ենք տեսնելու արդեն Բարսայի դարպասից Նազարյան Երկար փոխանցում առաջ Հայկ Ավետիսյանի ուղղությամբ Համլետ Հովանեսյան դեպի կենտրոն բայց այստեղ Ղալաթյանը ոչ ներողություն Լեքսոս Սահակյաններով կարողացավ հասնել ու հեռացնել այս գնդակը իսկ հիմա ամեն դեպքում Իլիցյանի պրեսինգը տալիս է իր արդյունքը եզից է նետելու Միլանը Խաղարկեց Միլանը գնդակը, բայց արագորեն էլ Բարսան խլում իրականացրեց գնդակի Սարգսյանը աչքի եզրում շարժվում է առաջ
Դեպի Ավետիսյանը լավն էր այս փոխանցումը Ավետիսյան ու այստեղ Դուրյանը մաքուր էր գործեր այո խաղիկանների խաղում չկար եւ երկար կրոս դեպի Իրիցյանը եւ գեղեցիկ հարվածով բացվում է այս հանդիպան հաշիվը Միլանն առաջ է հասնում հաշվի մեջ Այդ մեկը տուր ախպեր Մեկ 0 Սարգիս Իրիցյանը բացում է այս հանդիպան հաշիվը, այո, շատ իսկապես գեղեցիկ հարվածով գրավեց դարպաս Իրիցյանը, բայց այս դրվագը իհարկե կրկնակի գեղեցկացեց Վիգեն Դուրյանը իր կատարած երկար փոխանցումով 1-0 հիմա տեսնենք պարտվողի կարգավիճակում հայտնված Բարսան ինչպես պետք է հաղթարի այս իրավիճակը Դուրյան նորից Վիգեն Դուրյանն առաջարկվում միացավ գրոհին իհարկե հիմա արդեն Միլանը կփորձի ավելի ակտիվանալ ու խփելով երկրորդ գնդակը իհարկե ավելի հեշտացնել իր խնդիրը բայց այստեղ այս փոխանցումը համենայն դեպս չստացվեց հասցնել Արսեն Բաբախանյանին իսկ հիմա եզից է նետելու Բարսելոնան Նազարյան Դեպի առաջ Ահմադն է հիմա լավ պաշտպանվում, ճիշտ է մնում է գնդակը Բարսայի ֆուտբոլիստների մոտ Հովհաննիսյան դեպի Շահնազարյանը եւ անկյունային այո ամենայն դեպս վաստակեց այստեղ Բարսելոնան Անկյունային հիմա իրականացնի Բարսելոնան Միլանի դարպասի ուղղությամբ այո, մրցավար այս ընթացքում դիտեց այս գրոյի կրկնապատկերը հասկանայինք կար խաղի կանոնների խախտում իհարկե ձեռքով խաղի մասն է խոսքս Միլանի Տուգանային հրապարակի մատույցներում պաշտպանվող կողմից, բայց ամեն ինչ կարգին էր իհարկե ձեռքով խաղ մրցավարը չտեսավ այդ դրվագի հետ կապված ու նոր կայացեց իր վերջնական որոշումը, որը անկյունային արվածներ Ավետիսյան Սա բարձից փոխանցում է դեպի Տուգանայինի մատույցների Լեքսո Սահակյանն է հեռացնում գնդակը իսկ հիմա արդեն Դուրյանը որքան հնարավոր է առաջ ուղարկեց գնդակը իհարկե մի փոքր թույլ ու արդեն այս փոխանցումը կարող է եւս մեկ դոլային փոխանցման վերածվել Սարիբեկյան Դեպի Նազարյանը գլորեց գնդակը ու ուժեղ փոխանցումով էլ Նազարյանը գնդակ թողարկում է առաջ, բայց այստեղ շատ լավ է պաշտպանվում Ջուլիկյանը թույլ չտալով մրցակցին գրոյի շարունակություն հաղորդել Դուրյան ցածրից Խալացյան եւս մեկ կոմբինացիա Բաբախանյան գուցե այս հարվածը ստացվի Բաբախանյան գեղեցիկ էր, բայց այստեղ շրջափակման մեջ առան Արսեն Բաբախանյանի երկու ֆուտբոլիստերով Բարսայի կազմում, այո արդեն Եթե ստանար այս դիրքից հարված կատարելու հնարավորություն Բաբախանյանը բարդ է ասել դարպասապահ Պողոսյանը կփրկեր Բարսային թե ոչ Դուրյան արագորեն խաղարկեց գնդակը երկար փոխանցումով առաջ, բայց այստեղ էլ դուրս է գալիս Բարսան պաշտպանությունից հատում կիսադաշտ ու գրոյի անցնում Շահնազարյան հերար հարվածի փորձ եւ Դուրյանն է փակում գնդակի ճանապարհը հիմա էլ Շահնազարյան եւ այստեղ Լեքսո Սահակյանն է հաջող գործում ու շարժվում առաջ Զախ Եզրով Սահակյան, բայց հերո թողեց գնդակը Շահնազարյան ոչ Ավետիսյանն է ներողություն այս իրավիճակում իսկ այստեղ վտանգավոր է գործում այո Ջուլիկյանը խախտեց խաղի կանոնները Կասուլիչը երկար փոխանցում առաջ այստեղ ավելի շուտ Դուրյանը արձագանքեց գնդակին այո թույլ չտալով բանը նույնիսկ հասնի դարպասապահ
Հովհաննես Ղազարյանին Մանկինային տեսնենք ինչպես է խաղարկելու Բարսան, Համլետ Հովհաննիսյան Դեպի կենտրոն, բայց սխալ փոխանցում էր սա ու հիմա իհարկե Միլանը փորձեց հակագրոհել, ճիշտ է, չի ավարտվել հակագրոհը, բայց արդեն Սարիբեկյանը ավարտին հասցրեց այդ ամենը, Բաբախանյանը երկու թիմերն են սխալվեցին այս իրավիճակում Խալացյան արված է սա, բայց վարձր է ստացվում Խալացյանի այս փորձում Զավ մեջտեղը, զավ Դարեն հետ չի, դարեն հետ Այդ էստեղ չէ, դեմին նստակ չեն, այլ որ պաս Լեքսո Սահակյան թողեց Գնդակը Ջուլիկյանին Խալացյան գեղեցիկ էր մտածված ամեն ինչ իհարկե գնդակը հասներ Բաբախանյանին նա արդեն կհայտվեր արվածային դիրքում իսկ հիմա Բարսայի պատասխաններ սա բայց Դուրյան ամենաճիշտ պահին ամենաճիշտ տեղում հայտնվեց լավն էր Դուրյանի փոխանցումը Խալացյան ձախից կա Բաբախանյանը ընդունեց Արսեն Բաբախանյանը գնդակը սա փոխանցում էր որը փակվեց նորից Բարսայի պաշտպանության կողմից Հիմա արդեն կարծում եմ րոպե նրանց Բարսան կնետվի առողջ այս խաղում պարտությունից խուսափելու համար, այո, ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով պարտվել այս խաղը 1 կամ 2-0 իհարկե էականորեն ոչինչ չի փոխի Բարսայի համար, Խալացյան ու այստեղ առանց նայելու փորձեց պարզապես զգալով հասցեակել գնդակը Բաբախանյանին եւ իհարկե շատ ճիշտ էր նկատել Բաբախանյանը Արդեն այդ դիրքում էր, սակայն ավելի շուտ գնդակին արձագանքեց Դարպասապահ Պողոսյանը փակելով այդ փոխանցման ճանապարհը Դուրյան Երկար փոխանցում առաջ Սարիբեկյան այստեղ էր Ավետիսյան դեպի Հայկ Ավետիսյանը վտանգավոր գրոհի անցել Բարսան Համլետ Հովհաննիսյան ինչպես է կրվում ամեն գնդակի համար բայց այս անգամ Պայլ գնդակը չստացվեց Հովհաննիսյանի մոտ Ավետիսյան նորից սխալ Միլանի կողմից ու հիմա Բարսան է անցել գրոհի Շանդազարյան նորից Ավետիսյան Բարսայի մոտ պակասում է միայն վերջնական արվածը, վերջնական այդ դիպուկ արվածը այս պայն, խաղարկում է գնդակը Բարսան, Սարգսյան Կա փոխանցումը ու այստեղ էլ Ղազարյանն է միջամտում դրվագին, Լեքսո Սահակյան աչ եզրով, բայց շատ հեռու թողեց Սահակյանը գնդակի իրենից, այո ինքն էլ հասկացա, որ այս գնդակին հասնել արդեն չի կարող Պաստու գորի, ապրիս Խալացյանին մոտ է գնդակը, բայց այստեղ անհասկանալի փոխանցում է որոշակի առումով, ճիշտ է Միլանի մոտ է մնում գնդակը, Դուրյան ևս մեկ երկար փոխանցման փորձ նորից փակեց Բարսան Դուրյանի այս կատարած փոխանցում, իսկ հիմա արդեն եզրային այդ հնարավորությունը կլինի տեղիներին Սարգսյան ու այստեղ Արտաշ Ջուլիկյանը լավ գործեց, ճիշտ է շրջանցել Սարգսյանին այս իրավիճակում չստացվեց, բայց ամենայն դեպս գնդակը կլինի Միլանի ֆուտբոլիստների մոտ Դուրյանն է նետում եզրից, տեսեք ինչ լավ փոխանցում կատարեց եզրային նետումից դեպի Արսեն Բաբախանյանը Խալացյան ու այստեղ Նազարյանն է հայտնվում հարվածի ճանապարհին, այո Խալացյանի հարվածն էլ այնպես չէ վատ էր ստացվել, չի կարելի բացառել, որ գնդակը կհայտնվեր ցանցում, եթե իհարկե Նազարյանը չփակեր այս հարվածը, ամենայն դեպս անկյունային կիրականացնի այս իրավիճակում Միլանը Ջուլիկյանն է Դոշնյա մնացածը գծին աուր իրականացնում անկյունայինը, բայց մի փոքր հեռու մնաց գնդակը ու արդեն մենք եզրային նետում ենք տեսնելու Բաբախանյան սարվածի փորձ է անդրադարձ ու անկյունային կիդասնի այլ Միլան այո
Աչկա թող են անում Արսեն Բաբախանյանին, ճիշտ է, նա այսօր դեռ չի գրավել դարպասը, ես ընդհանրապես իջեցնեմ, որ միակ գնդակ այս խաղում խփել է Դուրյանի փոխանցումից հետո Իգիթյանը բացելով այս հանդիպման արշիվը, բայց պետք է առանձնակի ուշադրություն դարձնել Արսեն Բաբախանյանի կատարած հարվածներին, դա խոսքս վերաբերվում է իհարկե Բարսայի ֆուտբոլիստերին, ևս մեկ փոխանցում դեպի Իգիթյան միացավ Ջուլիկյանը գրոհին Ջուլիկյան կա փոխանցումն էլ Դուրյանի ուղղությամբ Լեքսո Սահակյան Խալացյան Սահակյան պատխաղարկում էր իհարկե որոշված իրականացնել այս իրավիճակում, բայց ստացվեց Խալացյանի փոխանցումը հաջող Իսկ հիմա հասնում է գնդակին Ավետիսյանը եւ սա գրոհ է Բարսայի համար Շահնազարյան դեպի Ավետիսյանը ինչու հակարագեզը չուղարկեց գնդակը Շահնազարյանը պետք է հուշեին նրան խաղանքերները ում փոխանցումից հետո թե Հայկ Ավետիսյանը թե Համլետ Հովանեսյանը ստանալու են վերջական հարվածի իրավունքը այո այդպիսի իրավիճակում կարող էր փոխանցում իրականացնել Շահնազարյանը դա տեղի չունեցավ իսկ հիմա Միլանն է անցել գրոհի բայց Սարիբեկյանը Չեզոք հասնում է Միլանի գրոհը, հետո էլ եզրային է վաստակում Բարսայի համար, որը իրականացեց Հովանեսյանը, Ավետիսյան դեպի Շահնազարյան ու այստեղ փակեցին Միլանի ֆուտբոլիստները գնդակի ճանապարհը Հերվից արված, բայց թույլ է ստացվում Ավետիսյանի այս արվածը Սարգսյան Բայց Միլանը վերականգնեց գնդակը ճիշտ է այստեղ Սարիբեկյանը վերջին պահին հասցրեց Եզրից է նետելու Միլանը այո Սարիբեկյանի փոխանցումից հետո Նազարյանը գնդակին չհասավ Խալացյան Ինչ իրավիճակ է Սարիբեկյանը հեռացնում է ամեն դեպս գնդակը այն եկավ Հովանեսյանին, բայց Դուրյանն էլ ոչ պակաս լավ գործեց այստեղ ու Լեքսո Սահակյան այո թույլ չտվեց գնդակը դուրս գա դաշտի սահմաններից որից հետո Բարսան կստանար անկյունային հարվածի հնարավորություն իսկ հիմա փոխարենը եզրային նետման հնարավորություն է վաստակում Միլանը Խալացյան իհարկե գեղեցիկ մտահղացում էր ամեն ինչ իդեալական կլիներ եթե հասներ գնդակը Արսեն Բաբախանյանին այս իրավիճակում Բաբախանյան Սարիբեկյանը այստեղ ներողություն Նազարյանը այստեղ լավ գործեց Նազարյան հարվածն էլ կա ու դարպասածողն է փրկում հիմա Միլանին Նազարյանի հարվածից հետո Շատ լավ գրոհ իսկապես անցավ Բարսան այս իրավիճակում Նազարյանը սկսեց ամեն ինչ ավարտին փորձեց հասցնել բայց Այս դրվագում չտացվեց, վտանգավոր է, իսկ հախնդրեմ Միլանը կրկնապատկում է իր առավելությունը, Արտաշ Ջուլիկյան 2-0 և այս գոլով պասնենք Միլանի հերթական հաղթանակը։ Արտաշ Ջուլիկյան 2-0 Միլանը կրկնապատկեց իր առավելությունը ու իհարկե այս գոլով մոտեցավ հերթական 3 միավորին ժամանակի տեսանկյունից արդեն Բարսան ոչինչ հասնել չի կարող 2 րոպեից ավելի քիչ է մնացել արդեն հանդիպման ավարտին
Խալացյան, իսկ հիմա արդեն Միլանը կարող էր մեծացնել իր առավելությունը, բայց Բարսան լավ պաշտպանվեց այդ դրվագում։ Ավետիսյան գնդակի կորուստ, հետո գնդակի վերականգնում, ևս մեկ գնդակի կորուստ, այսպես խառը դրվագ ստացվեց, բայց ամենայն դեպս ամեն ինչ լավ ավարտվեց այս դրվագում Միլանի համար, այսպես ասենք Ամադ դեպի Դուրյանը ու երկար փոխանցում առաջ Վիգեն Դուրյանի ձև շատ լավ փոխանցում նորից դեպի հարցակման կենտրոնում գտնվող Իլիցյանը, բայց այստեղ շատ լավ գործեց Բարսայի դարպասապա Ամադ, այստեղ էլ Ամադն է լավ գործում Հովանիսյան արված բարձր է ստացում Ամլետ Հովանիսյանի այս արվածի փորձը ու արված կլինի արդեն Միլանի դարպասից Խալացյան Կասնի այս գնդակի Խալացյան արագության հետ կապված խնդիրներ չունի ու շարունակությունը տեսնենք հարված է նույնիսկ բայց Պողոսյանը վերցրեց գնդակ ու երկար փոխանցում է կատարում առաջ Համլետ Հովանիսյանի ուղղությամբ այստեղ էլ չորսած գնդակը Հովանիսյան ու կորցրեց եւ նորից Միլանը իհարկե փորձի գրող կազմակերպել բայց այստեղ գնդակի կորուստ Իլիցյան եւ դեպի դարպասապա Ղազարյանը գլորեց գնդակը Ղազարյանը ուժեղ փոխանցումով ուղարկում է առաջ Նազարյանին, բայց ուզում էի ասել կորցրեց Նազարյանը գնդակը, բայց իհարկե նույնիսկ հարմարեցեց ու հարված կատարեց պարզապես բավական բարձր ստացվեց Նազարյանի այս փորձը Խալացյան շատ լավ փոխանցում է ստացել Խալացյանը, արվածում է Խալացյան ու անկյուրային արված վաստակում է Միլան այս իրավիճակում Խալացյանի արվածից հետո Լեքսո Սահակյան Նորից Խալացյան թողեց Սահակյանին գնդակը և հիմա փակվեց Սահակյանի փոխանցման ճանապարհը, բայց հանդիպումից այստեղ էլ ավարտվում է այո ծափարություններ բարձրային շնորհավոր ենք Միլանին հերթական հաղթանակի կապակցությամբ Միլանը վաստակում է հերթական 3 միավոր ու վեր բարձրանում ավելի մրցաշարային ակուսակում խաղան շաբաթը մեզ մոտ ավարտված է բարի գիշեր ու ամենայն բարիք